Բարև ձեզ, մենք սկսում ենք բավականին հետաքրքիր էքսպերիմենտալ մի շարք, ձևակերպել ենք որպես մետամոլոր, ինչի, որովհետև այն ժամանակահատվածը, որում ապրում ենք, բավականին շատ մտքային մարտահրավերներ ու դիլեմաներ առաջադրում մեզ, եւ սա փորձ է մետամակարդակից տարբեր գիտակարգերի այդ խնդիրները, գործընթացները ու մարտահրավերները դիտարկել ու փորձել հասկանալ, թե իսկ ինչ է տեղի ունենում, ինչու դա լավ է թե վատ, թե դա նման կերպ պետք չի բնութագրել եւ ինչ անել այդ ամենի հետ։ Այս շարքի գաղափարը ծագեց, երբ մենք փորձում ենք հասկանալ իսկ ինչ կենտրոնական հետաքրքիր խնդիրներ կան, որոնց իմաստ ունի այսօրվա աշխարհում անդրադառնալ, հիմնականում հասարակագիտական եւ հումանիտար գիտությունների դիրքից, բայց նաև որոշակի տեխնոլոգիզացիայով եւ եկանք մի բավականին հետաքրքիր խնդրի կամ մի բավականին հետաքրքիր հակասության, եթե կուզեք, որի շուրջ ուզում ենք զրուցել մի քանի հաղորդում անընդմեջ, ներգրավելով Երևանի պետական համալսարանի տարբեր հետազոտողների եւ դասախոսների, ովքեր կփորձեն իրենց փորձագիտական դիրքից այդ գործընթացներին անդրադառնալ։ Այսօրվա իմ ելույթը կամ զեկույցը կամ ասելիքը ավելի շատ ոչ թե ինչ-որ կոնկրետ գիտակարգի դիրքից է, այլ ընդհանուր շրջանակ ուրվագծող է այդ խնդիրների ամբողջությամբ, որին ուզում ենք այս շարքի շրջանակներում անդրադառնալ, թեև ես նաև դիմացա գայթակղությանը որոշակիորեն կփորձեմ իմ մասնագիտական դիրքից էլ անդրադառնալ այս հարցին, որպես լեզվաբան փորձեմ նաև այն խնդիրները, որոնց մասին խոսելու ենք, դիտարկել հաղորդակցության եւ հաղորդակցական լեզվաբանության տեսանկյունից։ Ինչի մասին է խոսքը։ Եթե մենք խոսում ենք մարդկային հարաբերությունների մասին, այդ մարդկային հարաբերությունները ինչ որ կերպ կարգավորվում են եւ այդ կարգավորման հիմքում բնականաբար այն համակարգն է, որը օգնում է մարդկանց առանձին մարդուն կամ մարդկանց խմբին, սոցիումին, հանրությանը որոշել, թե ինչն է ճիշտ, ինչն է սխալ, ինչն է լավ, ինչն է վատ, ինչն է բարի, ինչն է չար եւ այլն, այսինքն մի համակարգ, որը արժեքների որոշակի հիերարխիա է առաջարկում եւ ձևավորում, ինչն էլ օգնում է մարդկային հաղորդակցության եւ հարաբերությունների կարգավորման մեջ։ Պիտի նշենք, որ բնականաբար թեև կան այսպես ձևակերպված արժեքներ, բայց արժե համակարգը որպես այդպիսին, նույնիսկ եթե ինչ որ հիերարխիայի մեջ տեղավորված է, բավականին փոփոխական է, որովհետև մարդն էլ է փոփոխական, մարդկային հանրությունն էլ է փոփոխական, այդ փոփոխությունները իհարկե տարբեր տեմպերով են տեղի ունենում, տարբեր գործոնների ազդեցությամբ են տեղի ունենում, բայց տեղի են ունենում եւ պարբերական վերանայումների առարկա են դառնում, ընդ որում այդ վերանայումները լինում են կամ այսպես ավելի սահուն եւ ընթացիկ, կամ լինում են կտրուկ եւ այդ կտրուկ վերանայումներն էլ վերաձևակերպում, վերափոխում են մարդկանց պատկերացումը աշխարհի մասին, հա, այն պատկերը, որ դու ունես քո գլխում, թե ինչ է աշխարհը եւ այն իրական աշխարհը, որը քեզ շրջապատում է, բնականաբար բացարձակ իդենտիկ չեն, հա, եւ դրանք որպես կանոն այն արտապատկերում մարդու գիտակցության մեջ աշխարհի, որը կա, հիմնված է ինչի վրա, հիմնված է մարդու գիտելիքի վրա, մարդու ընկալումների վրա, մարդու փորձի վրա, իսկ քանի որ մարդը եւ նաեւ մարդկային սոցիումը պարբերաբար հագենում են նոր գիտելիքով, նոր տեղեկատվությամբ, բնականաբար այդ պատկերն էլ է փոխվում։ Հա, շատ դասական օրինակներ կան, ամենադասականներից մեկը երևի Ջորդանո Բրունոյի, Գալիլեո Գալիլեի եւ Կոպեռնիկոսի ջանքերի արդյունքում վերաիմաստավորված տիեզերական կառուցվածքն է, որ մինչև այդ մարդիկ սկզբունքորեն այլ պատկերացում ունեն այն աշխարհի մասին, որ իրեն շրջապատում է, եւ հետագայում այդ ամենը փոխվեց եւ հանգեցրեց շատ կտրուկ փոփոխությունների։ Եվ մարդիկ ստիպված եղան վերանկարագրել իրականությունը եւ իրողությունը։ Այս շարքի հիմքում ընկած է մի այսպիսի բավականին վիճելի եւ բավականին բազմաբաղադրիչ պնդում, որ կտրուկ տեխնոլոգիական պրոգրեսը, որպես այդպիսին, որը հանգեցնում է էական առաջընթացի, որոշակիորեն ազդում է նաև այդ արժեհամակարգերի վերադասավորման, արժեքների հիերարխիայի փոփոխության վրա, ինչն իր հերթին հանգեցնում է բավականին շատ փոփոխությունների մարդկային հարաբերություններում, համակարգերում, միջազգային հարաբերություններում, այն նորմերում, որոնք որ մարդկային հարաբերությունները կարգավորում են եւ շատ տարբեր դրսեւորումներ են ունենում, սկսած միջանձնային հարաբերությունների էթիկայի փոփոխությունից վերջացրած միջազգային իրավունքով եւ
որպես կանոն դա այս պնդման հիմքում նաև այդ ենթադրությունն է, որ երբ որ տեղի ունենում այսպես կտրուկ տեսանելի եւ նշանակալի տեխնոլոգիական առաջընթաց, դա ազդում է մարդու արժեքի ընկալման վրա, նրա վրա թե մարդը որպես անհատ կամ մարդիկ որպես խումբ ինչ արժեքային կշիռ ունեն եւ խոսքը որպեսզի չընկնենք մարքսիստական տեսության խորքերը, խոսքը ոչ այնքան ու ոչ միայն տնտեսական արդյունավետության մասին է, որքան մարդու որպես անհատ բարդ, կոմպլեքս անհատ արժեքի մասին է, որ ունի բազմաթիվ բաղադրիչներ, տնտեսական այդ թվում, բայց բավականին շատ են այս կտորները։ Հիմա մեր այս շարքի հիմքում ընկած է այն ցանկությունը հասկանալու, թե իսկ դա ինչքանով է այդպես, ինչքանով է փոխկապակցված եւ ինչ այլ գործոններ կան եւ դա ինչի է կարող հանգեցնել, որովհետեւ երբ որ մենք քննարկում ենք այս հարցը, նաեւ հնչեցրեցինք ենթադրություն, որ սա որպես կանոն հանգեցնում է բավականին խորը ճգնաժամերի, մարդու արժեքը վերաիմաստավորելու պատճառով մարդու արժեքի նվազում է տեղի ունենում որպես այդպեսին, այդ կտրուկ փոփոխության արդյունքում եւ մարդու կյանքն է սկսում թերգնահատվել, ինչ հանգեցնում է բավականին կատաստրոֆիկ իրողությունների եւ իրավիճակների։ Բավականին շատ են հետազոտությունները, որոնք որ կապում են, չգիտեմ, ինդուստրիալ հեղափոխությունը եւ նույն համաշխարհային պատերազմները իրար հետ եւ այլն, բավականին տեսանելի կապեր կան։ Իհարկե դրանք միակ պատճառը եւ պայմանավորող հանգամանքը չեն այդ կատաստրոֆիկ զարգացումների, բայց այն, որ որոշակի ազդեցություն այդ տեխնոլոգիական զարգացումը, պրոգրեսը, առաջընթացը ունեցել է մարդկության ճակատագրի վրա հենց այդ տեսանկյունից ակնհայտ է։ Եվ շատ կոպիտ ձևակերպմամբ այս մոտեցումը, կամ այս հարցը, որ ուզում ենք դնել քննարկման, հնչում է հետևյալ կերպ, թե որքանով կապ ունի տեխնոլոգիական զարգացումը մարդասիրական ճգնաժամի հետ, ունի թե չէ, նախ, որտեղ դա այդպես միանշանակ չի, երկրորդը որքանով ունի եւ երրորդը իսկ ինչ է տեղի ունենում, կա այդտեղ բախում թե չէ եւ այդ բախման արդյունքում ինչ է տեղի ունենում, որովհետեւ նաեւ ու ինչի ենք ուզում տարբեր գիտակարգերի դիրքից սա քննարկել, նաեւ այդ ենթադրությունը եթե հիմնավոր է, մենք կարող ենք ասել, որ սա հանգեցնում է օրինակ տնտեսական ոլորտում բավականին դրամատիկ փոփոխությունների, սա հանգեցնում է քաղաքական ոլորտում բավականին դրամատիկ փոփոխությունների, հրահրում է կոնֆլիկտներ կամ նպաստում է կոնֆլիկտների հրահրմանը, սա առաջացնում է միջազգային իրավունքում ճգնաժամեր եւ այլն եւ այլն։ Այստեղ իհարկե բազմաթիվ բայցեր, եթեներ կան, որոնց էլի կանադառնանք, բայց ես բնականաբար չեմ հավակնում այս հարցին անդրադառնալ քաղաքագետի կամ, չգիտեմ, փիլիսոփայի դիրքից, որովհետեւ ես ոչ քաղաքագետ եմ, ոչ փիլիսոփա, ես դրան կանադառնամ հաղորդակցության ընթացքի նկարագրությունների տեսանկյունից խոսքից երկրորդ հատվածում։ Բայց առաջին մասով ինչ կցանկանայի նշել, որ մեծ իմաստով, երբ որ մենք խոսում ենք վերջին շրջանի տեխնոլոգիական զարգացման մասին, բավականին լուրջ է այն փոփոխությունը, որը որ տեղի ունեցել, ու հիմա կփորձեմ նկարագրել թե ինչու։ Եթե մենք գնահատենք աշխարհի փոփոխությունը եւ գիտելիքի ու սովորելու ու տեղեկատվություն ստանալու ընթացքը տեղեկատվության տիրաժավորման գործիքակազմի տեսանկյունից, ապա մենք կարող ենք մի քանի հետաքրքիր փուլ իդենտիֆիկացնել մարդկության պատմության մեջ, մեկը նախագրային մշակույթն է, երբ որ մարդիկ ուղղակի պիտի հիշեին, տենց սերնդեսերունդ պատմում էին, իմանում էին, մի սերնդից մյուսին էր ֆոլկլորը տենց էր ձևավորվում որպես այդպեսին, եւ այն կարևոր իրադարձությունները, որոնք տեղի են ունենում մարդկային խմբի պատմության մեջ, այդպես բանավոր եղանակով իրար փոխանցելով, դա որպես գիտելիք պահպանում են սերնդեսերունդ, ընդ որում որ հեշտ հիշեն, ինչ էին անում, նաեւ շատ հաճախ հանգավորում էին, այսինքն պոետիկ ձևակերպներ էին տալիս այդ տեքստերին։ Հետո գրավոր մշակույթը որ հայտնվեց, դա սկսեց նաեւ արձանագրվել, բայց քանի որ ձեռքով էր գրվում, դրա տիրաժավորման տեմպերը բնականաբար շատ ավելի քիչ էին, բայց գիտելիքը այս բaragam արդեն դարձավ հիշելի, չափելի դիսցիպլինաների կոնտեքստում, բայց նաեւ քանի որ վաղ միջնադարում մինչև հաջորդ փուլի գալը, ինչի մասին էլի կխոսեմ, մարդկության պատմության մեջ
կային այսպես գիտելիքի կենտրոնացման վայրեր, որտեղ որ այդ կարող մարդիկ, ովքեր որ տիրապետում էին գրելու, կարդալու հմտությանը կուտակվում են, այդ որպես կանոն կրոնական միավորներն էին ու ըստ այդմ նաև գիտելիքը շատ սակրալ բնույթ էր կրում։ Գիտելիքը դարձավ նաև հասու միայն որոշակի խմբին, հա, ինքը սակրալ բնույթ էր կրում։ Դրանից հետո եկավ Հովան Գուտենբերգը, ստեղծեց տպագրական մեքենան, գիտելիքը դարձավ ավելի հասանելի, որովհետև տիրաժավորման տեմպերը ավելացան։ Դու արդեն ոչ թե ձեռքով գրքից գիրք էիր արտադրում, այլ նաև տպագրական մեքենայի միջոցով շատ ավելի մեծ քանակությամբ էր կարողանում արտադրել։ Եվ դա համընկավ բնականաբար նաև ինդուստրիալ առաջընթացի հետ, որպես հետևանք ինչ տեղի ունեցավ, մարդիկ սկսեցին գիտելիքի դեսակրալիզացիա սկսեց տեղի ունենալ, այսինքն գիտելիքը դարձավ շատ ավելի լայն մարդկանց շրջանակներին հասու, եւ դա պայմանավորված էր նաև այն օբյեկտիվ կարիքով, որը իր հետ առաջացրել էր ինդուստրիալ ոլորտի զարգացումը, այսինքն ավելի շատ կարող մարդկանց անհրաժեշտություն կար։ Այսինքն, եթե հիմա փորձենք նորից թվարկել, հա, ժամանակաշրջանները նախագրային, գրավոր, Գուտենբերգյան, հա, այսպես ձևակերպենք, եւ հաջորդը, որը մենք հիմա ենք, դա թվայինն է, որովհետեւ առաջացան թվային տեխնոլոգիաները եւ շատ կտրուկ սկսեցին փոխվել տեղեկատվության տարածման գործիքակազմը, հա, շատ ավելի արագ սկսեց դա տեղի ունենալ եւ մեծ իմաստով նաեւ տեղի ունեցավ հետեւյալը, ով որ ունի բազային գիտելիք եւ հասանելիություն ցանցին, տեսականորեն մեծ է, հա, այստեղ ներկաները իմ կարծիքով բոլորը ունեն հաշիվներ սոցիալական ցանցերում, չէ՞, կամ մարդը որ չունի սոցիալական ցանց, որ գոնե մեկում ինչ որ account չկա, չէ՞։ Այսինքն դուք բոլորը տեսականորեն մեծ եք, որովհետև դուք կարող եք մեծ քանակությամբ մարդկանց համար արտադրել եւ տարածել տեղեկատվություն։ Հիմա բացի նրանից նաև որ այստեղ ներկանից ոմանք ժուրնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ են։ Սա նաև ինչ է ստեղծում։ Սա ստեղծում է մի իրավիճակ, որում որ գիտելիքը արդեն հաշվելի ու դասակարգելի կատեգորիաներից դուրս է գալիս եւ այստեղ շատ ավելի կարևոր է դառնում այն, թե դու որքանվայց կարողանում ֆիլտրել տեղեկատվությունը, որովհետեւ եթե դու ճիշտ ես զտում ինֆորմացիան, որ դեպի քեզ գալիս է, իսկ ինֆորմացիան գալիս է ամեն տեղից, հա, անընդհատ տարբեր տեղեկատվական հոսքեր են գալիս դեպի քեզ։ Եվ եթե դու կարողանում ես ճիշտ զտել, դու կարողանում ես օգտվել, շահել եւ դառնալ այդ տեղեկատվության տերը։ Եթե չես կարողանում զտել, այդ ալիքը գալիս է քեզ ծածկումը, դու ես այդ ալիքի տակ, դառնում ես մանիպուլյացիաների առարկա, դառնում ես կառավարելի, իշխելի, հա։ Եվ եթե նկատեցիք, այս 4 ֆազաները սկզբունքորեն տարբեր են հենց տեղեկատվության տարածման ինտենսիվության տեսանկյունից։ Եվ ըստ այդմ նաև տեղեկատվության սպառման մեխանիզմների փոփոխության կոնտեքստում։ Ես ինչի այս հարցին անդրադարձավ, որովհետև մեծ իմաստով, երբ որ մենք խոսում ենք հաղորդակցության մասին, եւ մենք խոսում ենք ոչ միայն ինդիվիդուալ հաղորդակցության, այլ նաև կոլեկտիվ հաղորդակցության մասին, այս գիտելիքի կամ տեղեկատվության ավելի շուտ տարածման եւ տիրաժավորման մեխանիզմների բազմազանությունը սկզբունքորեն ազդում է այդ փոփոխության վրա։ Եվ 20-րդ դարի, հաղորդակցական տեսությունները շատ ակտիվ սկսեցին կոլեկտիվ հաղորդակցության առաջին տեսությունները շատ ակտիվ սկսեցին զարգանալ 20-րդ դարի երկրորդ կեսին, ինչ էլի պայմանավորված էր նրանով, որ այդ ժամանակաշրջանում սկսեց շատ ինտենսիվ նաև զարգանալ հեռահաղորդակցությունը։ Արդեն այդ բառը ինքնին ցույց է տալիս որոշակի դիստանցիա հաղորդակցվող օբյեկտների միջև, չէ՞։ Մեծ իմաստով նամակնել է, հա, թղթի նամակնել է հեռահաղորդակցություն կարելի դիտարկել, բայց բնականաբար այնտեղ հսկայական տարածություն ու ժամանակի մասին ենք մենք խոսում, իսկ այստեղ դու սկզբից հեռախոսի բարգամ, հա, վերցնում ես հեռախոսի համարը հավաքում ես, զանգում ես ու հազարավոր կիլոմետրեր են կողմ քեզ արձագանքում են ու կարողանում ես հաղորդակցվել։ Բայց հետո թվային տեխնոլոգիաների զարգացմամբ կոլեկտիվ հաղորդակցության մեխանիզմները տեղավորվեցին նաև այդ հեռահաղորդակցության դաշտի մեջ, ինչը մեծ իմաստով շատ լուրջ փոփոխությունների ենթարկեց ամբողջ հաղորդակցական տրամաբանությունը։ Այսինքն, ես գուցե որոշակի կտրուկ ձևակերպումներ անեմ, բայց կարելի է ասել, որ թվային տեխնոլոգիաների միջոցով մարդկանց միջև հաղորդակցությունը որոշակիորեն դեպերսոնիֆիկացրեց կամ աբստրակտ դարձրեց հաղորդակցության մյուս ծայրում գտնվող անհատներին, հա, որովհետև եթե ես, չգիտեմ, Facebook-ում կամ որևէ այլ հարթակում սոցիալական հաղորդակցվում եմ ինձ անծանոթ մարդու հետ, որը, չգիտեմ, աշխարհի մյուս ծայրում է կարող գտնվել, ես իրեն գուցե ընկալում եմ ոչ թե որպես անհատ, այլ որպես մի թվային
կերպար, հա, ավատար եւ իմ հաղորդակցության կանոնները, որոնք որ գործում են այստեղ, սկզբունքորեն այլ տեսք են ստանում ցանցում։ Եվ այստեղ բնականաբար նաեւ մեծապես փոխվում է հաղորդակցության էթիկան, մեծապես փոխվում է կարելի ու չի կարելի ընկալումը, թույլատրելի ու անթույլատրելի, ճիշտի ու սխալի ընկալումը։ Իհարկե մենք կարող ենք ասել, որ միշտ էլ եղել է այնպես, որ եթե դու ունես անպատժելիության զգացում նրա համար ինչ որ անում ես, դու դա կարող ես անել, եթե չունես էթիկական սահմանափակումներ։ Բայց այստեղ իմ կարծիքով տարբերությունը այս ժամանակակից փուլի կայանում է նրանում, որ ծավալը այդ հաղորդակցական հնարավորությունների, ծավալը տարբեր թվային դիմակների եւ պատնեշների հետևում թաքնվելու սաստիկ մեծացել է։ Նախ, երկրորդը հաղորդակցվող ակտորների, հա, կոլեկտիվ հաղորդակցության մեջ ներգրաված ակտորների թիվը սարսափելի աճել է եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց ես նախքան ամփոփելը ու նախքան այդ ընդհանուր շրջանակավորվածել ուզում եի մի բան նշել, ես խոսեցի նրա մասին, որ 20-րդ դարի կեսերին սկսեց զարգանալ այդ տեսությունը եւ Լոտմանը Յակոբսոնը սկսեց Լոտմանը դրա հիման վրա, եթե ճիշտ եմ հիշում, զարգացրեց, չնայած որոշակիորեն հակասելով, նաեւ եղավ Շենոնի հաղորդակցական մոդելը, որտեղ որ բավականին հետաքրքիր զոր ներկայացում էր, թե ինչպես է տեղի ունենում կոմունիկացիան։ Հիմա երբ որ մենք խոսում ենք կոմունիկացիայի մասին, ասում ենք կա ուղարկող, հա, հաղորդակցող, կա այն տեղեկատվությունը, որ ինքը հաղորդակցում է, կա այն միջոցը, որով որ ինքը հաղորդագրությունը ձևակերպում է, կա հաղորդակցական խողովակը, կա ընդունիչը այդ հաղորդակցության, կա դեկոդավորողը, եթե կուզեք, եւ կա ընդունողը։ Այս ուղղակի հաղորդակցական շղթան է, բայց սրանից բացի նաեւ կա կոնտեքստը, որը որ ազդում է այդ հաղորդակցության վրա, որովհետեւ այդ կոնտեքստից նաեւ անդադ գալիս են տարբեր ազդակներ, տարբեր սիգնալներ, որոնք որ օրինակ Շենոնը տարանջատում է երկու տեսակի աղմուկ, ասում է կա սեմանտիկ աղմուկ եւ կա մեխանիկական աղմուկ։ Հիմա օրինակ ինձ թվում է թվային դարաշրջանում մեխանիկական սեմանտիկ աղմուկները սկսել են նաեւ իրար ինչ որ չափով խառնվել, բայց այստեղ խնդիրը ինչու՞մ է, որ այդ շղթան, որով որ ես նկարագրեցի, հաղորդագրությունը ուղարկողից ստացողին հասնելու ընթացքում բավականին հետաքրքիր փոխակերպումների է ենթարկվում։ Այդ փոխակերպումը կարող է լինի փոխակերպում, որը որ օգտակար է, հա, այսպես պայմանական ձևակերպենք, այսինքն փոխակերպում, որը հանգեցնում է նրան, որ ստացողը ավելի լավ հասկանա այն, թե ինչ է ուղարկող ուզում ասել։ Տարբերակ երկրորդը, որ փոխակերպումը աղավաղվող է, այսինքն ընդհակառակը միտված է մոլորեցնելու, չգիտեմ, սխալ պատկերացում ձևակերպելու եւ այլնի։ Եվ որպես հետևանք, նաեւ կոնտեքստը հաշվի առնելով այն, որ կոնտեքստից անընդհատ գալիս են տարբեր ազդակներ, որոնք որ էլի ֆոն են ստեղծում, հա, այդ հաղորդակցության համար, շատ կարեւոր է դառնում, թե եւ ստացողը եւ ընդունողը ինչ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի հաղորդակցությունը որպես ակտ հնարավորինս էֆեկտիվ լինի, որովհետեւ դու ուզում ես A կետից B կետ հասցնես ինֆորմացիա եւ ուզում ես, որ այդ ինֆորմացիան adekvat կերպով ընդունվի։ Հիմա թվային ժամանակաշրջանում ամենամեծ խնդիրներից մեկը եւ մենք հիմա այդ շատ տարբեր մոդայիկ ձևակերպումներ կան, որոնք որ վերջին տասնամյակներում բավական ինտենսիվ կրկնվում են, հա մեդիագրագիտությունը, չգիտեմ, քննադատական մտածողություն եւ այլն, հա, սենց տարբեր բաներ։ Ինչա դա արձագանք է այս խնդրին, կամ այս խնդիրների ամբողջությանը, որը պայմանավորված է թվային դաշտում ինտենսիվ հաղորդակցական հոսքերով։ Ամփոփելով ասեմ, ինչ կապ ունի այս հաղորդակցական հատվածի նկարագրությունը այն պնդման, բազային պնդման հետ, որ մենք փորձում ենք ձևակերպել այս շարքի շրջանակներում, որովհետև մեծ իմաստով այն խնդիրները, որոնք որ առաջանում են նորմերի մակարդակում, այստեղ էլի մակարդակների հարց էլ կա, որովհետև արժեքը ձևակերպվում է նորմի մակարդակում, հստակ ընթացք ու կազմակերպում ստանում ինստիտուտների մակարդակում եւ այդ ամեն ինչը նաեւ մարկային հարաբերություններում ամրապնդվում է համապատասխան վարքագծային հաղորդակցական եւ այլ մշակույթի ձևակերպմամբ։ Այսինքն ես 3 մակարդակում են այդ տրանսֆորմացիաները որպես կանոն տեղի ունենում եւ այդ տրանսֆորմացիաների հետևանքով էլ մարկային հարությունը շարժվում է առաջ, հետ, աջ, ձախ եւ այլն, հա։ Եվ այդ ամեն ինչը մեծապես կախված է նրանից, թե հաղորդակցությունը որպես գործընթաց, որպես տեղեկատվության ընկալումների, արժեքների ու
կարելի է, չի կարելի մասին պատկերացումների, լավի, վատի մասին պատկերացումների, ճիշտի, սխալի մասին պատկերացումների, ինչպես է իրականացվում։ Մենք հիմա ցավոք սրտի շատ հաճախ տեսնում ենք, որ հենց այդ բովանդակության վերաբերյալ հաղորդակցության մեջ են սաստիկ աղավաղումներ եւ հենց դրա պատճառով է, որ մարդու, այսինքն անհատի արժեքի ընկալման խեղաթյուրում կա, որպես հետևանք մենք տեսնում ենք նաև բավականին մեծ խնդիրներ կառավարման համակարգերում, որպես հետևանք մենք տեսնում ենք բավականին լուրջ խնդիրներ մարդու իրավունքների սիստեմների կողմից ընկալման մակարդակում եւ այլն։ Վերջին երկու բանը ասեմ եւ ամփոփեմ ու հետո արդեն տեսնենք գուցե ինչ որ հարցեր լինեն։ Առաջինը հետեւյալն է. այն համակարգերը, որոնք որ կարողանում են ադապտացվել այս փոփոխությանը, որպես կանոն շահում են եւ սկսում են այդ փոփոխությունը ակտիվորեն օգտագործել։ Այն համակարգերը, որոնք որ չունեն բավական գիտելիք, չունեն նաեւ համակարգային կարողություն այդ փոփոխության ադապտացվելու, դառնում են դրանից տուժողներ։ Եվ այստեղ նաեւ որոշակի խտրականություն է մտնում միջհամակարգային, եթե կուզեք, որովհետև ադապտացված համակարգերը սկսում են դա օգտագործել չադապտացված համակարգերի դեմ եւ շատ հաճախ մենք տեսնում ենք նաեւ այդ մարդկային կատաստրոֆաները տարբեր միջպետական հարաբերություններում, հազար ու մի այլ դրսևորումներում տեղի ունենում հենց այդ պատճառով։ Սա առաջին բանն էր, որ ուզում էի նշել եւ երկրորդը իմ կարծիքով այստեղ շատ կարեւոր է հասկանալ, որ որպես այդ հաղորդակցական խզումների հետևանք մենք ունենում ենք ոչ թե վերաիմաստավորում արժեքների, այլ խեղաթյուրում եւ այլասերում արժեքների։ Այսինքն շատ բաներ սկսում են ներկայացվել եւ աղավաղվել եւ ներկայացվել որպես սկզբունքորեն այլ բան, քան իրենք կան իրականում։ Եվ որպես հետևանք այս փոփոխությունը հանգեցնելով լուրջ ճգնաժամերի, հանգեցնում է նաեւ մարդկային ռեսուրսի լուրջ կորուստի, ինչը մարդկանց ստիպում է վերաիմաստավորել արժեքը։ Այսինքն, եթե մենք պատկերացնենք նաև այս պարուրաձև շարժումը, տեղի ունենում առաջընթաց, այդ առաջընթացի արդյունքում մարդու արժեքը նվազում է, այդ նվազման արդյունքում էլի շատ կոպիտ ձևակերպենք, շատ մարդ է մահանում, այդ մահանալու հետևանքով էլ ասում են, վայ, եկեք մի հատ նորից վերաիմաստավորենք այն թե մարդը ինչ կարևոր ու արժեքավոր բան է եւ որոշակի նոր փուլ է սկսվում հումանիստական ընկալումների մակարդակում եւ մարդու իրական արժեքի ընկալման մակարդակում։ Սա նորից կրկնեմ, այս վերջին ձևակերպումը շատ պարզեցված, կոպիտ եւ բավականին շատ կոնտեքստային բաղադրիչներ ունեցող ձևակերպում է, բայց ընդհանուր տրամաբանությունը այդ սպիրալի կարելի է նկարագրել մոտավորապես այսպես։ Որպես այսպես ներածական կամ նախաբանային ելույթ ես այսքանն եմ պատրաստել եւ մեծ հույսեր ունեմ, որ այն գործընկերները, ովքեր կներգրավվեն այս շարքի մեջ իրենց տարբեր գիտակարգերից այս խնդիրներին անդրադառնալու նպատակով, բովանդակային առումով կհագեցնեն այս թեման ու մենք ինչ որ հետաքրքիր եզրակացությունների կգանք։ Այսքանով ես իմ հիմնական ասելիքը ավարտեմ եւ եթե հարցեր կան, խնդրեմ։ Բարև ձեզ։ Կցանկանայի իմանալ, որոնք են հիմնական չափորոշիչները, որոնք կարող են կանխարգելել տեխնոլոգիական զարգացման գործընթացում հասարակական ճգնաժամին։ Շատ հստակ կոնկրետ հարց է, որը վախենամ այդքան հստակ կոնկրետ պատասխան չունենա, որովհետև իմ կարծիքով այստեղ մի հատ ծուղակ էլ կա, որին այս հարցից օգտվելով կուզեի անդրադառնալ, այս պնդման հիմքում ընկած չի այն, որ տեխնոլոգիական պրոգրեսը վատ բան է։ Այս խոսակցության հիմքում ընկած է այն, որ տեխնոլոգիական պրոգրեսից պետք է ճիշտ օգտվել, որպեսզի ինքը մարդկությանը օգուտ տա, ոչ թե վնաս։ Այսինքն, քանի որ մենք խոսում ենք արժեքային համակարգերի կոնտեքստում այս փոփոխությունների մասին, երևի չափանիշը նորից հաղորդակցության դաշտում է, որովհետև օգնում է մարդկանց հաղորդակցել ու կոլեկտիվ եղանակով որոշել, թե իրենց այս ժամանակահատվածի եւ այս իրողության կոնտեքստում իրենց բոլորի համար ինչն է լավը, ինչն է վատը, ինչն է ճիշտը, ինչը սխալը, ինչը թերևս ամենաբարդ խնդիրներից մեկն է, որովհետեւ մարդիկ ամենադժվարը ինչ են կարողանում անել, իրար հետ ինչ որ բանի մասին պայմանավորվել, չէ՞։ Եվ հենց դրա համար էլ շատ դժվար է չափանիշները կամ չափորոշիչները որոշել, ու դրա համար էլ մարդկությունը անդադ փորձում է հորինել ինչ որ համակարգեր, որոնք կբերեն մարդկանց
ինչ որ ռացիոնալ դաշտ, հա, հոդաբաշխ վարքագծային դաշտ։ Միջազգային իրավունքը օրինակ որպես համակարգ, ինչ է, ամբողջ աշխարհը ինչ որ փուլում որոշեց իր տարբեր սուբյեկտների հաղորդակցման միջոցով պայմանավորվել, որ մենք ամբողջ մարդկությամբ որոշում ենք, որ այս ինչ բանը սխալ է, այս ինչ բանը ճիշտ է, այս ինչ բանը կարելի է, այս ինչ բանը չի կարելի, եթե դու խախտում ես, այսպիսի հետևանքներ ունենում, եթե քո դեմ ինչ որ բան են անում, այսպիսի հետևանքներ ունենում, բայց եթե նկատել եք, հատկապես վերջի շրջանում բավականին հաճախ այդ համակարգը սկսում է թերանալ, սկսում է ձախողել, սկսում են որոշ դեպքերի համար աշխատել, որոշ դեպքերի համար չաշխատել։ Ու այստեղ մի խնդիր էլ կա, այս կոլեկտիվ թվային հաղորդակցության տիրույթում այդ վիրտուալ ռեպլիկաների միջոցով հաղորդակցվելու արդյունքում ու նաև նրա արդյունքում, որ այս թվային աշխարհում աշխարհը շատ փոքրացել է, այսինքն քեզ հասանելի է դարձել շատ բան ու այդ տեղեկատվական հոսքերը ինտենսիվացել են, դա էլի ես ենթադրություն ունեմ ու հույս ունեմ, որ մենք կունենանք համապատասխան մասնագետների ներգրավվածությունը, իմ կարծիքով դա նաև ազդել է մարդկանց էմպաթիայի վրա, հա, այսինքն կարեկցելու կարողության վրա, ընդ որում լավ չի ազդել, որովհետև, չգիտեմ, համենայն դեպս իմ կարծիքով այդտեղ խնդրեմ ունենք արձագանքելիության տեսանկյունից։ Այսինքն, եթե մենք չափում ենք հաղորդակցության արդյունավետությամբ եւ այն համատեղ եզրահանգումներով եւ դրանց գործարկումներով, որ այդ հաղորդակցությունը հանգեցրել է, այսինքն եթե մենք տեսնում ենք խնդիր, եթե տեսնում ենք, որ նախկինում գործող համակարգը, օրինակ միջազգային իրավունքի մակարդակում սկսել է խոտաններ արտադրել, մենք իրար հետ պետք է հաղորդակցվենք, դա ռեֆլեքսիա ենթարկենք եւ ասենք, լավ, ուրեմն պետք է վերապայմանավորվել եւ վերապայմանավորվել, սահմանել նոր նորմեր, ադապտացնել այդ նորմերը նոր իրողությանը եւ ըստ այդմ առաջնորդվել։ Երևի ամենահստակ պատասխանը, որ իմ կարծիքով այս փուլում կարելի է ձեր հարցին տալ, դա է եւ հենց դրա համար մենք այս շարքի անունը դրել ենք մետամոլոր, այսինքն սա այսպես հետ ճշմարտության ժամանակաշրջանում ռեֆլեքսիա անելու փորձ է ինչ որ կոնկրետ ձևակերպված խնդրի կոնտեքստում։ Խնդրեմ։ Պարոն Հովհաննիսյան, հարցս հետևյալն է. ըստ ձեզ ինչ դերակատարություն ունի, ինչ դեր ունի կամ հավակնում է ունենալ արհեստական բանականությունը հաղորդակցության իրականացման շղթայում։ Շատ բարդ ծանր դեր ունի ու շատ դեռևս գնահատման առարկա դեր ունի, որովհետև արհեստական բանականությունը, թե հիմա է ասենց բումը արհեստական բանականության, բայց բնականաբար այդ գործիքը սկսել է աշխատել բավականին երկար ժամանակ, արդեն բավականին վաղուց այն համակարգերը, որոնցից որ մենք օգտվում ենք, իր մեջ առնվազն ինչ որ մակարդակներում ունի արհեստական բանականության բաղադրիչներ, բայց վերջին շրջանում տեղի ունեցած այս մասսայականացումը եւ պոպուլարիզացիան արհեստական բանականության ինչ է արել։ Նորից ազդել է մարդու գործունեության արժեքի, այսպես կշռի կամ հաշվարկի վրա, որովհետև իդեպ վերջերս Digitech-ի միջոցառման ժամանակ Ռևլի Փարիցյանը բավականին հետաքրքիր ու ինքը այսպես պրոգրեսիվիստական, հա, կոնտեքստում անդրադառնալով դրան խոսում էր, թե ինչ ֆանտաստիկ հնարավորություններ է տալիս արհեստական բանականությունը, որովհետև ինքը մեծ իմաստով մեկ անհատի որպես աշխատուժ մուլտիպլիկացիայի է հանգեցնում, հա, բայց մենք էլի խոսում ենք նրա մասին, իսկ այն անհատները, ովքեր որ այն համակարգերը, ովքեր որ ինտեգրված չեն իրենց կարողությամբ այս համակարգերին, ինչ պետք է անեն։ Այսինքն արհեստական բանականությունը որպես հաղորդակցական շղթայի մեջ օգտագործվող գործիք կարող է ունենալ շատ երկակի ազդեցություն։ Ու այստեղ մենք նույնիսկ գալիս ենք այդ ալիքը սանձելու եւ ալիքի տակ մնալու գաղափարին։ Եթե դու կարողանում ես անել այնպես, որ արհեստական բանականությունը օգնի քեզ մտածել, ոչ թե մտածի քո փոխարեն, ապա դա օգուտ է տալիս հաղորդակցությանը, որովհետև բազմակիորեն բարձրացնում է էֆեկտիվությունը։ Եթե արհեստական բանականությունը քո փոխարեն մտածում է, քո փոխարեն սովորում է, քո փոխարեն հարստանում է գործիքակազմով, պատկերացումներով եւ այլն, ապա դու մեծ իմաստով դեգրադացվում ես, որովհետեւ դու քեզ զրկում ես այդ զարգացման հնարավորություններից։ Այսինքն այս բaragայում խնդիրը մեթոդաբանական դաշտում է, ինչպեսի դաշտում է եւ նորից եմ ասում, դա նոր չի։ Հիմա եթե մենք 3 տարի առաջ խոսենք, ես կբերեի օրինակ, թե դու Google-ին ոնց պետք է
հա, այդ search bar-ում հարցը ձևակերպես, որ ստանաս քեզ անհրաժեշտ ինֆորմացիան չխեղաթյուրվի, քո ընկալումը եւ այլն ճիշտ ֆիլտրվի։ Հիմա ասում ենք ChatGPT-ին ինչպես պետք է հարցնել, հա, այդ prompt-ի ձևակերպման խնդիրն է, այսինքն դու ինչպես է պետք է ավելի շատ սովորես, երևի սա։ Շնորհակալություն շատ, պարոն Հովհաննիսյան, մի հարց էլ ես ունեի, ձեր խոսքում նշեցիք սեմանտիկ ու մեխանիկական աղմուկների մասին, ինձ հետաքրքրում էր այդ աղմուկները ոնց են ազդում նաև համակարգի ադապտացիոն կարողությունների վրա, ու արդյոք այն տեխնոլոգիական առաջընթացը, որ տեղի ունենում, կարող է նպաստել հենց այդ նախ այդ աղմուկներին արձագանքելու եւ չեզոքացնելու գործընթացին, եւ երկրորդը հենց այդ ադապտացիոն կարողությունների ձևավորման կամ չձևավորմանն է։ Դե մեծ իմաստով այդ աղմուկները համակարգի համար այսպես փորձաքարեր են, հա, որովհետև մեծ իմաստով, եթե մենք խոսում ենք տեղեկատվության շրջանառության մասին, դու ոնց ես ստուգում համակարգի ամրությունը, հա, ինքը դիմանում է հոսքին, թե չէ, հա, պատկերացրեք նավը ծովում, եթե նավի պատերը կամ ոնց է կոչվում, չգիտեմ, դրանք ամուր են, ինքը X քանակությամբ բալ կարող է դիմանալ ալիքի, եթե եւ այլն, հա, նույնը կամ շենքը սեյսմոկայունության տեսանկյունից։ Հիմա ես կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք համակարգերի ադապտատիվության եւ ամրության մասին, ամրությանը նախ անդրադառնամ, այդ կարողությունն է այդ ալիքների դիմակայելու, այսինքն ֆիլտրելու, զտելու եւ ներս թողելու այն ինչ որ պետք է, ներս չթողնելու այն ինչ որ պետք չէ։ Ադապտատիվությունը մի քիչ այլ է, բայց ոչ պակաս կարևոր, եթե ոչ ավելի կարևոր, որովհետև ադապտատիվությունը այսօրվա աշխարհում, որը որ առանձնահատուկ է նրանով, որ անկանխատեսելիությունների աշխարհ է, այսինքն դու ոչ թե խոսում ես փոփոխությունների շատության մասին, հա, որ ամեն ինչ կարող է պատահել, այլ նաև խոսում ես նրա մասին, որ դա գնալով ավելի դժվար է դառնում կանխատեսել։ Այս պարագայում ադապտացվելու եւ ճկուն լինելու համակարգի ճկունության մասին է խոսքը այստեղ, ճկուն լինելու ֆակտորը անկյունակարային է այդ համակարգի կենսունակության տեսանկյունից։ Եվ այս պարագայում էլի այդ աղմուկի պարագայում հասկանալը եւ ճիշտ արձագանքելը աղմուկից եկող ազդակներին, փոփոխություններին ադապտացվելու տեսանկյունից իմ կարծիքով սկզբունքային նշանակություն ունի։